Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի եթերում, ինչպես տեսնում եք, մենք նոր տաղավարում է եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր ամեն ինչ արեցին, որպեսզի մենք շարունակի մնալ եթերում, շարունակի իր աշխատանքը եւ հնարավորություն ունենանք նաեւ այս հարթակում լսել մենքի ձայնը։ Եվ ուրեմն ներկայացնեմ այսօրվա իմ հյուրին Վազգեն Պետրոսյան, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան։ Նույնպես շնորհակալ եմ եւ շնորհավորում եմ ձեր նոր տաղավարը։ Շնորհակալ եմ։ Անցնենք մեր հարցազրույցին։ Ես ուզում եմ այսօրվա մեր զրույցը սկսենք ձեր տարիներ առաջ, եթե ես չեմ սխալվում, 2021 թվականին խորհրդարանում հնչեցրած մի ելույթից։ 20 թվականի։ 20 թվականներ, այո։ Այսպիսի միտք եք ասում, մեջբերեմ, եթե հայ ժողովուրդը ուզում է ապրել այս տարածաշրջանում, ուրեմն պետք է իրեն փափ տա ու հասկանա որտեղ է գտնվում, ովքեր են մեր բարեկամները, մեր թշնամիները։ Հիմա հենց այստեղ կանգնեմ եւ հասկանանք, ինչ ռազմավարություն է այս իշխանությունը իրականացնում։ Այդ ռազմավարությամբ մեզ համար հասկանալի է, ովքեր են մեր թշնամիները եւ ովքեր են մեր իսկական բարեկամները։ Հարցս ամբողջացնելու համար ուզում եմ հղում տալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետևյալ խոսքերը մեջբերեմ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի միջազգային պատասխանատու գործընկեր եւ ապրի միջազգային ընդունված կանոններով։ Եվ մենք Հայաստան առաջնորդում ենք այդ տրամաբանությամբ եւ լեգիտիմության ռազմավարությամբ։ Պարոն Պետրոսյան, ինչ է նշանակում լեգիտիմության ռազմավարություն եւ այս ձևակերպումից առհասարակ նրանց քայլերից դուք հասկանում եք ովքեր են մեր բարեկամները եւ ովքեր մեր թշնամիները։ Խնդրեմ։ Նախ եւ առաջ թույլ տվեք ես անդրադառնամ միջազգային ասպարեզում հաստատված օրենքներին։ Գոնե Վեստֆալյան պայմանագրից հետո, այսինքն վերջի շուրջ 350 տարվա ընթացքում աշխարհի հիմնական օրենքը եղել է ուժի կիրառում եւ ուժի կիրառման միջոցով պարտադրել խաղաղություն։ Սա է եղել միջազգային իրավունքը եւ միջազգային օրենքը վերջին 350 տարվա ընթացքում։ Իսկ եթե որևիցե մեկը խոսում է միջազգային իրավունքի մասին, ինքը պետք է հասկանա, որ միջազգային իրավունքի սահմանների մեջ ինքը պետք է ունենա ուժ, եթե ուզում է իրեն համարեն լեգիտիմ կամ իրեն համարեն ընդունելի գործընկեր։ Ամենավառ օրինակը Արցախյան պատերազմից հետո էր 2020 թվականի, որտեղ դավադրաբար եւ միտումնավոր կերպով հանձնեցին Արցախը եւ զենք ու զինամթերք եւ կանոնավոր բանակ չթողնելով համալրվի Արցախում, Արցախյան պատերազմը 2020 թվականի ուղղորդեցին դեպի ծրագրված պարտություն։ Այդ պարտությունից հետո եւ դրանից հետո որդեգրած քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի իշխանությունները, ինքը ոչ թե պարտվողական է, այլ նահանջ պարտվողականություն, ստրկամտություն կամ ավելի ճիշտ դավաճանություն է հայ ժողովրդի նկատմամբ։ Այս դավաճանությունը ներկայությամբ համընկնում է արևմտյան ընդհանուր շահերի հետ, քան որ այս դավաճանության արդյունքում Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը տարածաշրջանից դուրս են մղվում, հայերը որպես այսպես ասած ավանդաբար ռուսամետ ժողովուրդ տարածաշրջանում թուլանալու են եւ ապագայում որպեսի վերականգնվեն իրենց հզորությունը եւ կարողությունները բավականին ժամանակ է խլելու, այդ իսկ պատճառով այս ամեն ինչը համընկնում է նրանց շահերին։ Թուրքական շահերին։ Արևմտյան շահերին։ Թուրքիան այստեղ գործիք է։ Նաեւ թուրքական։ Թուրքիան ինքը գործիք է։ Մենք եթե ուզենանք վերլուծենք պատմական իրադարձությունները, որոնք տեղի ունեցան 10-19-րդ դարում կենտրոնական Ասիայում ու նաև Միջին Արևելքում, մասնավորապես Օսմանյան կայսրությունում, հանգում ենք մեկ եզրակացության, որ Մեծ Բրիտանիայի քաղաքական գործիչները եւ անվտանգության ծառայությունները իրենք առաջ քաշեցին փանթուրքիստական նացիոնալիստական ծրագիրը, որպեսզի կարողանան դա հակադրեն Ռուսաստանի նվաճողական քաղաքականությունը, կայսերական քաղաքականության դեմ։ Եվ դրա համար իրենք զարգացրեցին փանթուրքիստական ծրագիրը
եւ տեսնում ենք, որ իրենք աջակցում են, որ հայ նացիոնալիստական, այսպես ասած, ազգայնամոլական կամ ազգայնական անվանումով անշուշտ ազգայնական կուսակցությունների ստեղծումը Հայաստանից դուրս արտասահմանում Եվրոպայի տարածքում եւ հետո նրանց ուղարկումը Հայաստան։ Նույն ժամանակ տեսնում ենք իրենք օգնում են դավանափոխ եղած հրեաներին, որպեսզի իրենք կան իշխանության գլուխ 1908 թվականին հայերի եւ մնացած բոլոր ազգային փոքրամասնությունների միջոցով եւ ստեղծում են իրենք զարգացում եւ առաջադիմություն կուսակցությունը երիտթուրքերին է։ Երիտթուրքերը իշխանության գլուխ գալուց հետո իրենք շատ կարճ ժամանակ հետո բոլոր այն ազգերը, ովքեր որ իրենց խանգարում են, այդ թվում հայերին, հույներին, ասորիներին, բոլորին ենթարկում են ցեղասպանության։ Եվ այն ժամանակ, երբ որ դաշնակցությունը ջանք չէր խնայում մուտք գործեր երիտթուրքերի խորհրդարանը, շատ կարճ ժամանակ հետո մենք տեսնում ենք, որ թուրքերը Ադանայում կոտորում են շուրջ 50,000 հայի։ Եվ այս բոլորը համընկնում է անգլիական եւ նույն կայսերական արևմտյան ծրագրերին։ Հիմա այդ ծրագիրը, որը իրենք 1920-23 թվականին կիսատ թողեցին, հիմա իր նորից իրականացնում են, այսինքն ոչ անգլիացու համար, ոչ Ռուսաստանի եւ ոչ էլ այլ խոշոր պետությունների համար մի քանի միլիոն հայի այս կողմ կամ այն կողմ լինելը կամ մի քանի հայի զոհվելը այդքան մեծ նշանակություն չունի։ Ամենավառ օրինակը մեր աչքի դեմն է Ուկրաինա։ 42 միլիոնանոց Ուկրաինայից ինչքան է մնացել այսօր։ Եվ ինչ է մնացել այդ երկրից։ Գրեթե ոչինչ։ Եվ հիմա էլ իրենք ամեն ինչ անում են, ասում են թող Ուկրաինայի միջոցով մենք թուլացնենք Ռուսաստանին, Ռուսաստանի թուլացման միջոցով թուլացնենք Չինաստանին եւ Իրանին եւ կարողանանք մեր գերիշխանությունը հաստատենք։ Այնպես որ այսօրվա աշխարհը իր ուղղությունը վերցրել է ուժի կիրառմամբ խաղաղության պարտադրելով։ Հիմա եթե որևիցե մեկը ինքը ուզում է խաղաղություն, դա միայն մեկ ձև կա, պետք է հզորանալ։ Եվ եթե չեք հզորանում, դուք ոտնատակ գնում եք։ Լավ, պարոն Պետրոսյան, այդ ուժին դեռ կանդրադառնանք, ես հատուկ առանձին հարցով եմ ուզում անդրադառնալ, թե ինչպես է զինվում, սպառազինվում Ադրբեջանը, բայց ուզում եմ այնուհանդերձ դառնանք բարեկամներին եւ թշնամիներին, ձեր խոսքում փոքր-ինչ ասացիք, ես մեկ օրինակ բերեմ, երկրի վարչապետը վերջին ընդամենը մեկ շաբաթ է եթե վերցնենք, ուրեմն եղավ Ռուսաստանում, հետո շատ արագ գնաց Նյու Յորք, հետո եղավ Ստրասբուրգում, դրանից առաջ Չինաստան, Ճապոնիա, բոլոր ուղղություններով գնում է։ Սա իրենք անվանում են բալանսավորված քաղաքականություն։ Ասում են շատ լավ ենք անում մենք մեր, բայց հիմա հարցը հետեւյալն է. արդյոք ուր որ գնում են, սպասարկում են հայկական շահը, թե ուր որ գնում են, ասում են այդտեղ ներկայանում են որպես յուրային եւ ասում են այո։ Այսինքն բոլորին ասում է այո Նիկոլ Փաշինյանը։ Մեջտեղում չկա հայկական շահը։ Ինչ ենք դառնում մենք։ Տեսեք ինչպես է։ Նախ եւ առաջ այն միջոցառումներին, որը Նիկոլը մասնակցեց եւ Ռուսաստանում եւ դրանից հետո Շանհայի գագաթնաժողովում եւ հետո Չինաստանում, դրանք բոլորը միջազգային նշանակություն ունեցող իրադարձություններ են։ Այսինքն հրավիրող կողմը հրավիրել է տարբեր երկրների, մարդիկ գնում են այնտեղ եւ տեսնում ենք, որ Նիկոլին ընդունելությունը Նիկոլի եւ իր թիմի նկատմամբ բավականին սառն է այդ տեղերում։ Այդ թվում նաեւ Ճապոնիայում։ Ինչու է դա բացատրվում։ Ինքը սպասված հյուր չի։ Նիկոլը արդեն 2012-13 թվականների մասին ենք խոսում։ Դեռ հստակ ցույց էր տվել, որ ինքը գնում է դեպի արևմտյան ծրագրերը եւ իրականացնելու այդ ծրագրերը, երբ որ գա իշխանության գլուխ, եւ դա ակնհայտ էր։ Դեռ ինքը խոսել էր Նիկոլը 2001 թվականին կամ 2000 թվականին, եթե չսխալվեմ, Առավոտ օրաթերթի հետ, Ամեկ+-ի հետ իր հարցազրույցի ժամանակ ինքը շատ հստակ ուրվագծել էր, որ երբ գա իշխանության գլուխ, ինչ է անելու։ Եվ այնինչ, որ այսօր բերում է Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին, ինքը այն ժամանակ շատ բարձ խոսել էր։ Այն ամենայնիվ այն ուժերը, որը իրեն բերեցին իշխանության գլուխ, իրեն գիտեին ում են բերում եւ գիտեն, որ այս անձը չունի ոչ սրբություն,
ոչ ամոթ կարմիր գծեր։ Չէ, գիտեք, երբ որ մարդ ամոթ ու կաշկանդվածություն չունի, այդ մարդու մոտ խոսել կարմիր գծերի մասին անիմաստ է։ Էլ չասենք իզմերի բացակայություն։ Այո, կարելի ասել ոչինչ չունի։ Եթե մարդը ընտանիքի սրբության մասին էլ չունի պատկերացում, հոգևոր եւ ինքը չունի հոգևոր արժեքներ, չունի երկրային արժեքներ, այդ մարդը ամենավտանգավոր մարդն է։ Հայաստանի պատմության մեջ բացառիկ իրավիճակ է, երբ մենք հոգևորականներ ունենք, որոնք կալանավորված են։ Սա արդեն ամեն ինչ ասում է, հա, հայրենասեր մարդիկ կալանավորվում են։ Սա փաստ է, չէ՞։ Ինչ ասեց Սամվել Կարապետյանը, որ կալանավորեցին։ Չես կարողանում անգամ հասկանալ ինչ ընթացք է սա։ Մենք հետո կարող ենք անդրադառնալ իր ներքին վարած քաղաքականության մասին։ Մենք խոսում ենք դեռևս միջազգային հարաբերությունների եւ Հայաստանի տեղն ու դերը այդ հարաբերություններում։ Դժբախտաբար Հայաստանը ոչ մի տեղ ընդունված չի։ Մի տեղ ընդունված է որպես, այսպես ասած, ոչ բարեկամ պետություն եւ շատ սառը վերաբերմունք են ցուցաբերում իր նկատմամբ։ Միտեղ էլ իրեն ընդունում են որպես երկիրը ծախած անձ, որը արդեն կատարել է իր գործը եւ ընդամենը մնացել է 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանի եւ էլ ուրիշ ոչ մի գործ չունի անելու համար։ Եվ դրա համար դեռևս իրեն բարև են ասում։ Եվ ամենավառ օրինակը Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն է, որ մի քանի անգամ Հայաստան անունը շփոթեց եւ երեկ էլ Կոպենհագենում Ալբանիայի վարչապետը մոտեցավ Մակրոնին, երբ որ խոսում էր Ալիևի հետ, ու բողոքեց, որ Թրամփը բարիշացրել է մեզ եւ Ադրբեջանին ու դու մեզ չես շնորհավորել։ Ծաղրեց։ Այո, ծաղրեց եւ իրենք էլ են ծաղրում։ Իրենք ծաղրի առարկային դարձրել Հայաստանին։ Եվ այսպիսի իրավիճակում Հայաստանը դառել է մի պետություն, որը ոչ ունի սկզբունք, ոչ ունի սեփական օրակարգ, ոչ էլ ունի որևիցե մի բան։ Եվ իրեն ուղղակիորեն այսպես որպես խաղաթուղթ նետել են սեղանի վրան եւ իրենով խաղում են։ Այո, Ման Պետրոսյան, տեսեք, ակնհայտ է, որ այս իշխանության, այո, դուք շատ ճիշտ շեշտադրեցիք, նպատակը վերջնական այլևս 102-րդ ռազմաբազան հանելն է, սա նշանակում է գոնե թե 200 տարվա, հա, բարեկամ, ռազմավարական դաշնակից պետության հետ կապերի ամբողջությամբ խզում։ Ես չգիտեմ Իրանի հետ հարաբերությունները հիմա ինչ վիճակում են, ինչպես կարելի է դա բնութագրել, բայց հստակ է մի բան, որ ինքը կտրուկ շրջադարձ է անում եւ բարեկամ երկրներին ուղղակի մի կողմ թողնելով, անկյուն մղելով, մեջտեղ է բերում ցեղասպան պետության հետ բարեկամություն անելու, հաշտություն հաշտվելու, լավ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու այս գաղափարն է անդադար մատուցում, թե հոգեբանորեն, թե մտածողության փոփոխությամբ Թուրքիան է, որ նա պատրաստ է, որ Թուրքիան դառնա այն պետությունը, որը Հայաստանի հետ շատ ակտիվ կապեր կունենա։ Կրկնում եմ, այն պետությունը, որը ցեղասպան պետություն է եւ ոչ միայն 15 թվական, 1000 տարի նա մեր թշնամի պետությունն է։ Ես չգիտեմ ինչպես պիտի այդ պատմական, այդ ամբողջ ժամանակահատվածը հայ ժողովուրդը մոռանա, այսինքն մենք մանկուրտ պիտի դառնանք, այդ մեր հիշողությունը պիտի դնենք մի կողմ եւ չգիտեմ ինչ լուսավոր ակնոցների մեջով պիտի նայենք ու բարեկամ համարենք Թուրքիային։ Սա է հստակ քաղաքականությունը։ Համաձայն եք, խնդրեմ։ Գիտեք ինչու՞ն է խնդիրը, ասենք ցանկացած մարդ կարող է չիմանա, թե ով է իր բարեկամը կամ ընկերը։ Բայց ամեն մեկը պետք է իմանա, թե ով է իր թշնամին։ 700 տարի է, որ թուրքերը այս տարածաշրջանում են։ Եվ այս 700 տարվա ընթացքում նվազագույնը իրենք 400 տարի իրականացրել են ցեղասպանական գործողություններ հայ ժողովրդի նկատմամբ։ Այդ ցեղասպանությունը իրականացվել է եւ ֆիզիկապես եւ հոգեվոր դաշտում։ Դեռևս 18-րդ դարում անգլիացիների օգնությամբ Թուրքիայում սկսեցին ազգայնականությունը ուժեղացնել եւ հակադրել ռուսական կայսրության գաղափարախոսությանը։ Եվ դրա համար իրենք օգնեցին թուրքերին, որպեսզի յուրացնի հայկական եւ հունական մշակույթը։ Եվ այդ ցանկությունը թուրքական, որ ամեն ինչը իրենցն է, այդ թվում ուրարտական թագավորությունն արդեն իրենք համարում թուրքական հին քաղաքակրթություն եւ մնացած ամեն ինչը այդտեղից է գալիս։
Իսկ եթե մենք նայենք հայ-թուրքական հարաբերություններին, գոնե վերջի, ինչպես ասացի, 3-400 տարվա ընթացքում, ով ստեղծեց Ենիչերիներին, ռուս-թուրքական կամ պարսիկ-թուրքական պատերազմներից հետո, ով էր ավերում հայկական եկեղեցիները եւ խաչքարերը, հայկական գերեզմանոցները։ Բերլինի կոնգրեսից առաջ, երբ որ խոսում էին հայ-թուրքական բարեկամության մասին, ով կոտորեց հայերին։ 1890-ից 95 թվականին, երբ որ խոսում էին հայ-թուրքական ընդհանուր բարեկամության մասին եւ երիտթուրքերի ու հայ քաղաքական կուսակցությունների համագործակցության մասին, շուրջ 300,000 հայ կոտորեցին։ Ինչպես նշեցի, երիտթուրքերի իշխանության գլուխ գալուց հետո, ընդամենը ամիսներ հետո 50,000 հայ կոտորվեց։ Հայոց ցեղասպանության ժամանակ մոտ 1.5 միլիոն հայ կոտորվեց։ Ի վերջո հայրենազրկում այս ամենի հետ։ Հայրենազրկումը ավելի ուշ տեղի ունեցավ, բայց իրենք կոտորեցին հայերին։ Եվ դրանից հետո մենք տեսնում ենք Կիլիկիայում 2021 թվականին իրենք 100,000 հայեր կոտորեցին։ Հետո սովետական դարաշրջանում հայերն ու թուրքերը կոմունիզմի ճնշման տակ դառան եղբայրներ։ 1989-ից մինչև 1991 թվականը հայերին կոտորեցին Բաքվում, Սումգայիթում եւ բոլոր տեղերը, բառացիորեն ցեղասպանության ենթարկեցին։ Մարդկանց դիակները այրեցին։ Եվ հետո տարիներ խոսում էինք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին։ Ինչ արեցին։ Հայ զինվորը, որը սպանվել էր քարորիա պատերազմի ժամանակ, գլխատեցին։ Կամ Գուրգեն Մարգարյանը 2004 թվականին քնած ժամանակ իրեն գլխատեցին։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք հայ-թուրքական հարաբերությունների մասին, մենք չենք կարող մոռանանք այս ամբողջ պատմությունը։ Իսկ այն ինչը, որ այսօր Նիկոլը փորձում է իրականացնել Հայաստանում, դա կոչվում է ճանաչողական պատերազմ, որը կիրառվում է այս տերմինոլոգիան գոնե վերջին 40-50 տարվա ընթացքում։ Իդեպ դուք այն քաղաքական վերլուծաբաններից եք, որը շատ հաճախ է անդրադառնում հոգեբանական պատերազմ, ճանաչողական պատերազմ, այն որ այսօր անընդհատ տալիս են մեզ, որ եթե մենք չմոռանանք Արեմտյան Հայաստանը, չհրաժարվենք, մեր կնիքների չքերենք, հանենք Մասիս Սարի պատկերը եւ նման այլ, չգիտեմ ինչ բառով կարելի ասել, հակահայկական, ձևակերպումներ, ապա մենք պետականություն չենք ունենա։ Սա ինչ տրամաբանություն է, սա հենց այդ ճանաչողական պատերազմի կամ հոգեբանական պատերազմի դաշտում պիտի դիտարկենք։ Միանշանակ այո, ճանաչողական պատերազմը, որը կիրառվում է Հայաստանի ժողովրդի, Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, արդեն ավելի քան 36-7 տարի է, որ կիրառվում է։ Դրա առաջի փյունիկները Հայաստանում եղել են ֆրանսիացիները։ Դեռևս անցյալ դարի 80-ական թվականները, երբ որ մի շարք ճակերտավոր ֆրանսիացի պատմաբաններ Հայաստան եկան եւ սկսեցին հարաբերություններ ստեղծել Երևանի պետական համալսարանի, Մատենադարանի եւ այլ գիտահետազոտական կենտրոնների միջոցով եւ իրենք սկսեցին կամաց փոխել մեր մտայնությունը դեպի, այսպես ասած, պայծառ Եվրոպա, դեպի պայծառ ապագա, բայց իրենք երբեք ցույց չտվեցին, թե այդ ապագան, որ իրենք խոսում են, ինչ է։ Հիմա շատ են խոսում եվրոպական քաղաքակրթության մասին։ Որևիցե մեկը ինձ կարող է ասել ինչ է եվրոպական քաղաքակրթությունը։ Հիմքում ասում են Եվրոպացիները նույն Բրուսելը, Ֆրանսիան եւ մնացածը, մինչեւ որ անցյալ դարի 60-ական, 70-ական թվականները Աֆրիկայից մարդկանց էին բերում եւ վանդակի մեջ ցույց էին տալիս փողոցներում։ Դա է եվրոպական քաղաքակրթությունը։ Եվրոպական քաղաքակրթությունը այն էր, որ Ալժիրում կամ մնացած բոլոր տեղերում կոտորում էին տարբեր բնիկ ժողովուրդներին։ Կամ այն է եվրոպական քաղաքակրթությունը, որ ամբողջ կենտրոնական Ասիան, Աֆրիկան եւ ամերիկյան մայրցամաքները իրենք թալանեցին, բարիս բուն իմաստով թալանեցին եւ այդ թալանով ստեղծեցին իրենց պետությունը։ Դա է եվրոպական քաղաքակրթությունը։ Այսինքն մենք խոսում ենք մի քաղաքակրթության մասին, որի հիմքում ընկած է թալանը եւ պատերազմը։ Եթե մենք խոսում ենք այն գիտության մասին, որը զարգացավ Եվրոպայի տարածքում, ասենք Նյուտոնի եւ մնացածի միջոցով, դա այլ բան է։
Բայց այն քաղաքակրթությունը, որը այսօր մեզ ցույց են տալի եւ այն քաղաքակրթությունը, որը դրանից հետո իրենք իրականացնում են, դա 180 աստիճան տարբեր են իրարից։ Այդտեղ ժողովրդավարության դրոշն է բարձանում։ Գիտեք, ժողովրդավարությունը միշտ կեղծ կատեգորիա է եղել, որը դրանով խաբել են ժողովրդին։ Պոպուլիստների ձեռքին։ Պոպուլիստները վերջի շրջանում են առաջ եկել, դրանից առաջ շատ ուրիշներն են եղել։ Եվ այդ կեղծ արժեքներով խաբելով ժողովրդին կերակրելով վերնախավին, իրենք ամբողջ պետություններն են ոչնչացրել։ Բերեմ մեկ այլ օրինակ։ 18-րդ դարում, երբ որ Մեծ Բրիտանիան փորձեց մուտք գործել Չինաստան, Չինաստանի հիմնական արտաքին առևտուրը կատարում էին հայերը։ Եվ այդտեղից է, որ Մեծ Բրիտանիան մեծ թշնամանք ունի հայերի նկատմամբ։ Կամ Հնդկաստանի առևտրի հիմնական մասը կատարում էին հայերը, եւ հայերը շատ հարգված ժողովուրդ են եղել եւ Հնդկաստանում, եւ Չինաստանում, եւ Վիետնամում, եւ այսպես ասած Հեռավոր Ասիայում։ Իրենք որպեսի հայկական նավատորմը ամբողջությամբ վերացնեն եւ վերցնեն, յուրացնեն, իրենք սկսեցին կաշառել տեղի առևտրականներին եւ դրանց միջոցով իրենք հայերին դուրս մղեցին։ Եվ արդյունքում ինչ արեցին Մեծ Բրիտանիան։ Եթե հայերը առևտրի մեջ իրենց հարաբերությունները միշտ եղել է, որ երկու կողմը շահեն, անգլիական, ֆրանսիական եւ մնացածի առևտրի ձևը այնպես է եղել, որ միայն իրենք շահեն եւ դիմացի կողմը իրենց չի էլ հետաքրքրել։ Եվ որպեսի միայն իրենք շահեն, իրենք տարածել են այդ երկրներում թմրանյութերը։ Վերջ-վերջո Չինաստանում 19-րդ դարում 3 անգամ տեղի ունեցավ ափյունի պատերազմ։ Ինչու կոչվեց ափյունի պատերազմը։ Քանի որ անգլիացիները այնտեղ տարածում էին ափյոնը, որպեսզի ժողովրդին բթացնեն, այնպես ինչպես որ այսօր են մեծ քանակությամբ թմրանյութեր տարածում Հայաստան, որպեսզի հայ ժողովրդին բթացնեն։ Այսինքն նույն քաղաքականությունն է։ Ես ասում եմ, վերջի 350 տարվա ընթացքում աշխարհի քաղաքականությունը ոչ մի ձևով չի փոխվել։ Բացարձակ չի փոխվել։ Մեթոդաբանությունն է փոխվել։ Ձևերն է փոխվել։ Մենք հիմա թվային աշխարհում ենք ապրում։ Իսկ թվային աշխարհում շատ բաները կեղծ են։ Նայեք ինտերնետին, համացանցին, համացանցում գոյություն ունեցող լրատվության 90%-ը կեղծ է։ Եվ իրենք բավականին մեծ քանակությամբ կեղծ տեղեկատվություն են տարածում։ Այդ թվում նաև Նիկոլը ունի լրատվամիջոցներ, ովքեր որ իրեն ամեն օր վատաբանում են կամ ամեն օր իրեն եւ իր ընտանիքին հայհոյում են։ Կեղծ տեղեկատվությամբ։ Ինչու? Որպեսզի որ ժողովուրդ ասի տեսնի համացանցում գոյություն ունեցող դիցուկ 100 լուրից 90-ը սուտ է դուրս գալիս Նիկոլի եւ իր ընտանիքի նկատմամբ։ Եվ այն 10% քիչ գոյություն ունեցող իրական լրատվությանը հետո ինքը չի հավատալու։ Այսինքն իրենք ոչնչացնում են այդ ձեր ասած հոգեբանական պատերազմը։ Հոգեբանական եւ ճանաչողական պատերազմն է, որը կիրառվում է։ Եվ սա նորություն չի, մենք հեծանիվ չենք հայտնագործում։ Դեռևս 1970-ական թվականին առաջի գույնավոր հեղափոխությունը Միացյալ Նահանգները իրականացրեց Պորտուգալիայում, Պորտուգալիայի գնդապետների հեղափոխության ժամանակ։ Եվ իրենք այսպիսի մեթոդաբանությունը կիրառել են եւ դեռ կիրառելու են։ Քանի որ ճանաչողական պատերազմի ընթացքում դուք պարտադրում եք ձեր հակառակորդին, ձեր թշնամուն մտածի ձեր նման։ Եվ իրենք առանց որևիցե փամփուշտ կրակելու կամ առանց որևիցե զորք եւ զինամթերք ծախսելու, իրենք հասնում են իրենց նպատակին։ Եվ հիմա Նիկոլը այդ է անում։ Այսինքն ինքը որպեսի կարողանա հայ ժողովրդին հաշտեցնի թուրքերի հետ, ինքը ոչնչացնում է հայոց պատմությունը, ոչնչացնում է հայոց մշակույթը։ Դպրոցներում արդեն հայրոց լեզվի դասաժամերը պակասացրել են, փոխարենը անգլերենը շատացրել են։ Այսօր մաշտոցն է դուրս մղվում արդեն մեր մայրենից։ Տեսեք, դրանք բոլորը հայտնի գրողների ստեղծագործությունները ևս։ Երբ որ մենք խոսում ենք, ասում ենք Նիկոլը եւ իր թիմը թշնամի է, դավաճան է, դուք ինչ եք ուզում։ Դուք ուզում եք օրինակի համար ինչ տարբերություն կլիներ Նիկոլի եւ Ալիևի միջեւ, եթե Ալիևը գար Հայաստանի ղեկին նստեր եւ դառնար վարչապետ։ Շատ կարևոր բան եք ասում, պարոն Պետրոսյան, ներողություն եմ խնդրում, այսինքն մենք ցանկացած մեր վերլուծություն պետք է հենց այդ տրամաբանության անենք։ Եւ այդ դեպքում ամեն ինչ ինչպես ասում են
Ինքը իր տեղում է ընկնում։ Տեսեք, Նիկոլը ամեն ինչ բարձ է դառնում, եթե Ալիևի հետ եք համեմատում, որ նա գար նստեր վարչապետի պաշտոնին, կաներ այնինչ անում է այսօր Փաշինյանը, ինքը միգուցե կներեք, միգուցե ինքն ավելի քիչ աներ։ Խնայիր մի քիչ, հա։ Ոչ թե ինքը մեզ խնայել, այլ ինքը իրեն խնայեր։ Ինքը իրեն խնայելու համար ինքը մի քիչ ավելի քիչ կաներ եւ այսպիսի կտրուկ միջոցներով չէր ձեռնարկի։ Հայերս մեկ հատ լավ ասացված կունենք, ասում ենք ավելի լավ է թուրքը, քան թե թուրքացածը։ Նիկոլը հիմա թուրքացած է։ Եվ այս թրքացած անձը քանդում է ամեն ինչը մինչև վերջ։ Ինքը ներսից է քանդում։ Եվ այս պատճառով ինքը կարողանում է ամեն ինչը շատ լավ կազմակերպել։ Եվ այստեղ մի կարևոր կետ էլ կա, որ Նիկոլի վարած քաղաքականության դեմ այսօր սպայակազմը ենթակա է դարձել ամբողջությամբ։ Այդ դրան է Եվ ենթակա դառնալու հիմնական պատճառը նա է, որ 35 տարի սկսած բրաբիոն ծաղիկի սրահներ կար, որը այն ժամանակ իր գովազների մեջ, երբ որ մեծ բաներների վրա փողոցներում իրենք տարածում էին, ասում էին, որ այս գովազդի ձևը սերմացնում է եսասիրություն, եսամոլություն, եւ մենք ժողովրդին մենքից դարձնում ենք ես։ Այսօր Նիկոլը մի հայտարարություն արեց, ասեց անձը հզորացնում է պետությանը եւ պետությանը անձին։ Ով էր ասում։ Անձը ինքը երբեք չի կարող պետություն հզորացնի։ Մենքն է, որ պետություն է հզորացնում։ Այո։ Մենքն է, որ պատճառը հանդիսանում պետությունը զարգանա եւ առաջընթաց ապրի։ Եվ պետությունը հզորացնում է մենքին։ Իսկ այսօր Նիկոլը իր վարած քաղաքականությամբ ինքը պառակտում է ժողովրդին, իսկ երբ որ պառակտում է ժողովրդին, այդ ժողովուրդը դառնում է թույլ, այդ ժողովուրդը դառնում է խոցելի։ Իսկ ով է ժողովրդին դարձնում խոցելի։ Ոչ բարեկամ անձը։ Երբ որ դուք հարց եք տալի, որ ով է այսօր հայ ժողովրդի բարեկամը եւ ով է այսօր հայ ժողովրդի թշնամին, հայ ժողովրդի խոշորագույն թշնամին այսօր Նիկոլը եւ իր ԿՊ-ն է։ Մեր ներքին թշնամին է, ինչպես ասի Նժդեհի խոսքը։ Մարդ կարող է կրթություն չունենա, բայց լինի կազմակերպիչ։ Մենք այդպիսի բայց լինի իր տեղում, ասենք պետք է կրթություն չունեցողները հասնեն դառնան падգամավոր հանձնաժողովի նախագահ, վաղն է դեպք։ Այսինքն ես ինչու եմ զարմանում, Նիկոլ Փաշինյանը ունի կրթություն, իհարկե ոչ թերուս է։ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո ես իմ սոցցանցերի էջերում տեղադրեցի գեներալ Տիտոյի մի հուշագրությունը, որը հետո շատ արագ տարածվեց։ Այդ հուշագրության մեջ Տիտոն պատմում է, որ 1950-ական թվականներին սովետական միության հատուկ ծառայությունները KGB-ն իրեն տեղյակ է պահում, որ քո կառավարության կաբինետում կա Միացյալ Նահանգների լրտես։ Կանչում է անվտանգության պետին Տիտոն եւ սկսում են վերահսկողություն սահմանել կաբինետի բոլոր անդամների նկատմամբ։ Եվ չեն հայտնաբերում։ Վերջը Տիտոն չուզենալով դիմում է սովետական միության KGB-ին, ասում է խնդրեմ տվեք, թե ով է այդ անձը, մենք չենք գտնում։ Եվ իրենք ասում են, որ քո առաջի տեղակալը։ Կառավարության մեկ նիստի ժամանակ Տիտոն բոլորին կանչում է եւ իր այդ տեղակալին վերջում ասում է սպասիր, մենք առանձին խոսակցություն ունենք։ Երբ մենակ են մնում, Տիտոն ատրճանակը վերցնում է գզրոցից եւ պահում է այս անձի գլխին եւ ասում է, որ դու լրտես ես Միացյալ Նահանգների։ Անձը ասում է այո։ Ասում է, բայց մենք հետևել ենք քեզ, դու ոչ մեկի հետ կապ չես հաստատում։ Ասում է, հա, ասում է 1937 թվականից հետո Միացյալ Նահանգները ինձ ասացին, որ մենք մեր կապը քո հետ կտրում ենք, այլևս կապ չենք հաստատի, բայց քեզ մենք կբրթենք առաջ, բարձր պաշտոններ կզբաղեցնես, բայց որտեղ որ գնաս, աշխատիր նշանակես մարդիկ, ովքեր որ չեն համապատասխանում այդ պաշտոնին։ Եվ քանդիր տվյալ համակարգը Եվ Տիտոն իր հուշագրության մեջ գրում է, որ դրանից հետո սկսում է ուշադիր նայել, թե ովքեր են նշանակվել տարբեր պաշտոնների, եւ ոչ մեկը իր տեղում չէր։
Եվ երբ որ Տիտոնը սկսում է բարեփոխումներ իրականացնել եւ մասնագետների բերել պաշտոնի, մենք տեսնում ենք, որ Յուգոսլավիան թռիչք է ապրում։ Իսկ մինչ այդ քանդվելու վրա էր։ Այսօր Նիկոլը դա է անում։ Նիկոլի համար կարևոր չի ոչ մասնագիտությունը, ոչ կարողությունները, եւ անձնական եւ հավաքական կարողությունները։ Նիկոլի համար միայն մի բան է կարևոր՝ հավատարմություն։ Բայց հավատարմություն ում եւ ինչին։ Իր ծրագրերին։ Բայց իր ծրագիրը Հայաստանի քանդելն է։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ այսօր գտնվում են ազգային ժողովում, եւ ընդդիմադիր, եւ իշխանական, եւ բոլոր նրանք, ովքեր որ գտնվում են բարձր պաշտոններում, սրանք բոլորը համարվում են դավաճան։ Դավաճանին օգնելը գիտակցաբար կամ անգիտակցաբար կամ ի պաշտոն է, իրենց չի ազատում դավաճանությունից, իրենք դառնում են հանցակից։ Եթե գլխավոր դավաճանին հասնում է մահապատիժ եւ իր թիմակիցներին, իրենց հասնում է ցմահ։ Այսինքն այն քանի կոպեկներ, որ հիմա իրենք վաստակելու են, իրենք իրենց հետ գերեզմանը չեն տանելու։ Այսինքն իրենք կրում են իրենց վրա այն նույն պատասխանատվությունը, միանշանակ իրենք կրում են։ Այն անձը կամ անձնավորությունները, ովքեր որ գրում են հայ ժողովրդի հայոց պատմության 7, 8-րդ, 10-րդ դասագրքերը, այն անձերը, ովքեր որ այսօր գրում են հայ ժողովրդի հայոց լեզու, հայոց քերականության եւ մնացած դասագրքերը, նրանք, ովքեր որ նսեմացնում են Մեսրոպ Մաշտոցին, Խորենացուն, Տիգրան Մեծին, Զորավար Անդրանիկին եւ մնացած բոլորին, այն անձերը, ովքեր որ այսօր զբաղեցնում են տարբեր կառույցներում պաշտոններ, այդ անձերը գիտակցաբար են այդ ամեն ինչը անում։ Շնորհակալ եմ, շատ հետաքրքիր ներկայացրեցիք փաստերով եւ օրինակներով։ Ես ուզում եմ անդրադառնալ ձեր հետեւյալ մտքին՝ ուժի գործոնին, ասում եք, այսօր աշխարհում ուժն է։ Մենք դրանում համոզվեցինք մեր մաշկի վրա, ինչպես ասում են, Արցախը մենք կորցրեցինք եւ տեսանք ինչպիսի թշնամական հարևան թշնամի պետության ղեկավար Ալիևը բռունցք թափահարեց, ասաց ես ուժով արեցի, այնինչ չարեց Միսկի խումբը, հա, բանակցային գործընթաց, ես ուժով արեցի։ Հիմա դուք դարձյալ ուզում եմ հղում տալ ձեր խոսքերից մեկին, որտեղ ասում եք, որ նոր պատերազմներ են ինձ այդ հարցազրույցում այդ միտքն եք ասել, որ մենք նորից կանգնած ենք նաև տարածաշրջանը նոր պատերազմների առաջ, օղակը փաստորեն սեղմվում է նորից, եւ մենք տեսնում ենք ինչ, պարոն Պետրոսյան, որ Ադրբեջանը զինվում է մինչև կոկորդը, հա, ես ընդամենը թվերով ասեմ, պաշտպանության բյուջեն 5 միլիարդ 120 միլիոնի է հասել Ադրբեջանի, Հայաստանի պարագայում պաշտպանության նախարարությանը ավելի քիչ 2026 թվականի բյուջեով նախատեսվել է գումար, քան 2025-ին էր, տարբերությունը 1 միլիարդ այդպես պակասել է, այո։ Ինչի մասին է սա խոսում, տեսեք, դուք ասում եք նոր պատերազմների շրջան է գալիս, պետությունները ուժով են ուզում լուծել հարցերը, Հայաստանը վերցրել է մի գիծ, առավոտվանից երեկո խոսում է այս մարդը խաղաղության մասին, բոլոր հարթակներում այդ մասին է խոսում, դեպ քիչ անց մենք կանդրադառնանք արդեն ընտրությունների մասին խոսելիս, որ նորից ԵԽԽՎ-ում էլի խոսեց ժողովրդավարության մասին, ուրիշ թեմա չունի։ Հիմա այս մարդը ուր է մեզ տանում, մենք նոր արկածախնդրության առաջ ենք կանգնելու, եթե սա մնա իշխանությանը։ Նախ եւ առաջ, ինչպես շեշտեցի, որ աշխարհում հարաբերությունները ստեղծվում են ուժի հավասարակշռության հիման վրա։ Ամենապարզ օրինակը բերեմ ձեզ։ Եթե Չինաստանը կամ Ռուսաստանը ավելի թույլ լինեին, քան Միացյալ Նահանգները, արդեն Միացյալ Նահանգները հարձակվել էր այդ երկու պետության վրա։ Բայց քանի որ այդ երկու պետությունները ունեն միջուկային եւ ջրածնային ռումբեր, դա խոչընդոտում է Միացյալ Նահանգներին հարձակվելու այդ պետությունների վրա։ Հիմա երբ որ մենք դիտարկում ենք աշխարհին, թե ինչ վիճակ է այսօր աշխարհում, աշխարհն արդեն գնում է դեպի բազմաբևեռ աշխարհ։ Այդ նոր համակարգը դեռևս սկսեց 2010 թվականից, այսինքն 15 տարի է աշխարհը գնում է դեպի բազմաբևեռ աշխարհ։ Եվ այս բազմաբևեռ աշխարհում դժվար է ասել, թե երկրների փոխհարաբերությունը ինչպես է լինելու։ Բայց այնինչ որ պարզ է, Միացյալ Նահանգները իր դիրքն ու տեղը կորցնելու է։ Միացյալ Նահանգները իր այսօրվա
եւ երեկվա դիրքերը ձեռք էր բերել երկրորդ աշխարհամարտից հետո իր ռազմական հզորության եւ իր միջազգային վալյուտայի դոլարի հաշվին։ Եթե մինչև որ 2022 թվականը համաշխարհային չափանիշներով շուրջ 194 պետություն կան, եթե 194 պետությունների կենտրոնական բանկերի ռեզերվային ֆոնդը մենք նայենք, հիմնական մասը շուրջ 80 քանի տոկոս աշխարհինը ուներ դոլարային ռեզերվ։ Իսկ հիմա այդ թիվը հասել է 54-ի։ Եվ գնալով ավելի է պակասելու։ BRICS-ի եւ Շանհայի աշխատանքները, Չինաստանի ճկուն վարած քաղաքականությունը, Ռուսաստանի վարած ճկուն տնտեսական քաղաքականությունը պատճառ է հանդիսացել, որ շատ երկրներ ձգտեն դեպի իրենց ազգային վալյուտայով առևտուր անելը եւ դուրս գան դոլարի եւ եվրոյի դաշտից։ Եվ իրենք հիմա որպես հիմնական ռեզերվային միջոց օգտագործում են ոսկին։ Եվ սա բերելու է թուլացմանը Միացյալ Նահանգների։ Միացյալ Նահանգները որպես կայսրություն համաշխարհային ուժ ինքը ունի իր չափանիշները։ Եվ այդ չափանիշները բոլոր կայսրությունների մոտ նույնն են։ Փոլ Քենեդին, Միացյալ Նահանգների շատ հայտնի քաղաքագետը, դեռևս 2002 թվականին էր, որ գրեց կայսրությունների փլուզման ընթացքը։ Եվ այդ գրքում ինքը վերլուծել էր շուրջ 13 կայսրությունների ստեղծման պահից վերելքի պահը եւ հետո անկման ժամանակահատվածը։ Եվ դեռևս 2002 թվականին ինքը շեշտել էր, որ կայսրությունները ունենում են 17 փուլ սկսելուց մինչև որ անկման փուլը։ Եվ 2002 թվականին ինքն ասել է, որ Միացյալ Նահանգները գտնվում է 16-րդ կետում։ Եվ 17-րդ կետը լինելու է քաղաքացիական պատերազմը եւ հետո կայսրության փլուզումը։ Դրանով է նաեւ բացատրվում այն, որ Միացյալ Նահանգների այսօրվա նախագահը Դոնալդ Թրամփը զորքերը փորձում է տեղակայել քաղաքների մեջ, որպեսզի խոչընդոտի քաղաքացիական պատերազմը։ Իսկ կկարողանա կանխել փլուզումը։ Գիտեք, մի քիչ մենք շեղվում ենք, բայց կարևոր հարցադրում եք անում։ Միացյալ Նահանգները ինքը իրականության մեջ շատ մեծ խառնարան է, որտեղ որ աշխարհի բոլոր ազգերը այնտեղ ներկա են։ Բայց Միացյալ Նահանգները չկարողացավ ստեղծել այնպիսի մի համակարգ, որ այդ ազգերը իր մեջ ձուլվեն։ Գոյություն ունի Միացյալ Նահանգներում մի քանի միլիոնանոց չինական համայնք, հնդկական համայնք, պարսկական համայնք, հայկական համայնք, հրեական համայնք, հունական, իռլանդական եւ տարբեր համայնքներ գոյություն ունեն։ Եվ այս ամբողջ համայնքները ամեն մեկը ստեղծեց մի կոլոնիա։ Եվ այդ կոլոնիայի մեջ ինքը ունի իր դպրոցը, ունի իր մշակույթը, ունի իր լեզուն։ Եվ ինքը իր կյանքով է ապրում։ Դուք օրինակի համար Լոս Անջելեսի հայկական թաղամասերում կարիք չկա, որ իմանաք անգլերեն շփվելու համար։ Հայերենը ձեզ բավարար է։ Եվ այն մշակույթային եւ լեզվական քաղաքականությունը, որ Միացյալ Նահանգները վարում է, չկարողացավ սրանց իր մեջ ձուլի։ Եվ դա արդեն դարձել է խնդիր Միացյալ Նահանգների համար։ Թրամփը հիմար չի։ Թրամփը շատ մեծ դերասան է եւ այդ դերասանական ձիրքի համար է, որ Միացյալ Նահանգների, այսպես ասած, ստվերային իշխանությունը իրեն բերել է իշխանության գլխի, որպեսզի ինքը իր դերասանական հնարքներով եւ մնացած այլ կարողություններով կարողանա իրականացնել Միացյալ Նահանգների փրկության աշխատանքը, բայց արդեն շատ են ուշացել իրենք։ Շատ։ Եվ հիմա այսպիսի իրավիճակի մեջ իսկապես Միացյալ Նահանգները գնում է դեպի քաղաքացիական պատերազմ։ Դա երբ տեղի կունենա, դժվար է ասել, բայց այստեղ մի կարևոր հարց էլ կա։ Այսօր աշխարհի շատ պետություններ, այդ թվում Ռուսաստանը կամ Չինաստանը ցանկություն չունեն, որ այս պահին
Միացյալ Նահանգները փլզվի։ Այ դա է ուզում հարցնել։ Այսինքն այդ լուզումը կարող է շատ ծանր նստել աշխարհի վրա, պետությունների վրա։ Լինեն պատերազմներ, այնինչ դուք կանխատեսում նոր պայթյուններ։ Կարևոր հարց է, որ Միացյալ Նահանգները ինքը աշխարհի խոշորագույն սպառողական պետությունն է։ Շուրջ աշխարհում արտադրվող 25% ապրանքների սպառումը իրականացվում է Միացյալ Նահանգներում։ Եվ այսպիսի խոշոր սպառողական պետություն ոչ մեկը չի ուզենա, որ ոչնչանա, բայց եթե հարցը առաջ գա կամի, իրենք բոլոր կգնան դրան։ Երեք Չինաստանում, Պեկինում Չինաստանի զարգացման եւ հառաջադեմ ինստիտուտ կա այդպիսի անվանումով, եւ այդ ինստիտուտի տնօրենը այսպիսի մի հայտարարություն արեց եւ ասաց, որ եթե որևիցե մեկը հարձակվի մեր երկրի վրա, միգուցե կարողանա առաջի ատոմային ռումբը նետել մեր վրա, բայց հաստատ երկրորդը չի կարողանա։ Չի պիտի մոռանա Միացյալ Նահանգները, որ մենք էլ ունենք ջրածնային եւ ատոմային ռումբ, եւ մենք կարող ենք ընդամենը 20 րոպեի ընթացքում Միացյալ Նահանգների ցանկացած կետ ավիրենք։ Սա նշանակում է, որ արդեն խոշոր ուժերը Չինաստանը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները Եվրոպայի մասին չեն խոսում, քան որ Եվրոպա գոյություն չունի։ Արդեն 2015-16 թվականից այս կողմը Եվրոպան մահամերձ վիճակում է գտնվում եւ իրեն բոլորը դիտարկում են միայն որպես սպառողական շուկա եւ ոչ թե որպես միջազգային ուժ ներկայացնող կողմ։ Այս բոլոր խոշոր պետությունները իրար հետ սկսել են ուղիղ խոսել միջուկային զենքի կիրառման միջոցով։ Սա նշանակում է, որ աշխարհը իսկապես գնում է դեպի պատերազմներ։ Եվ դրա ամենավառ ապացույցը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության անվանափոխությունն էր, որը տեղի ունեցավ ընդամենը մի քանի օր առաջ, եւ իրենք պաշտպանության նախարարությունը անվանեցին պատերազմի նախարարություն։ Եվ անցյալ երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների ռազմաբազաներից մեկում տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի եւ իրենց պաշտպանության պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հանդիպումը, շուրջ 800 բարձրաստիճան գեներալների հետ հանդիպումը, որտեղ Միացյալ Նահանգները պարզ հայտարարեց, որ այսուհետ իրենք նախահարձակ են լինելու ամբողջ աշխարհում։ Եվ սա ինչ է նշանակում։ Նշանակում է, որ մենք գնում ենք դեպի պատերազմներ։ Եվ եթե մենք գնում ենք դեպի պատերազմներ, մենք պետք է հասկանանք, որ այդ պատերազմները որտեղ են լինելու։ Պատերազմները տեղի են ունենում որտեղ որ գոյություն ունի թույլ կետ։ Տաք գոտիներում, չէ, թույլ կետեր, օրինակի համար։ Այսօր խոշոր 3 պետության մեջ Պերու, Մարոկո եւ Ալժիր տեղի ունենում քաղաքացիական բախումներ, որտեղ որ երիտասարդությունը օգտագործելով TikTok-ը եւ մնացած սոցիալական ցանցերով նոր պահանջներ է առաջ քաշել։ Սա 3 թույլ կետեր են։ Афрիկայում գոյություն ունի Սոմալի, Սուդան եւ մի քանի այլ թույլ կետեր, որտեղ որ ամենօրյա պատերազմներ են տեղի ունենում այնտեղ։ Մեր տարածաշրջանում թույլ կետը Հայաստանն է։ Թույլ կետը Հայաստանն է։ Երբ որ մենք խոսում ենք Թրամփի ուղու կամ Զանգեզուրի միջանցքի մասին, ես առիթ ունեցել եմ ասելու։ Կարևոր չի, որ իր անունը միջանցք է, ճանապարհ է, չգիտեմ, ինչ ուզում եք դրեք իր անունը։ Դա բացարձակ կարևոր չի, դա բառախաղ է, որը Նիկոլը գցել է, եւ դժբախտաբար մեր լրատվամիջոցները եւ մեր վայ քաղաքական մեկնաբաններն ու քաղաքական գործիչները այդ բառից կարճել են, բովանդակությունը թողել են եւ խոսում են ընդհանրապես ձևի մասին։ Շեղում է մեզ։ Միանշանակ շեղում է։ Կարևոր այն է, որ ով է այդ ճանապարհը վերահսկելու։ Վերահսկողը 99 տարով Միացյալ Նահանգներն են։ Այո, հիմա եթե հիմա Միացյալ Նահանգներն է վերահսկողը,
Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այդտեղ Հայաստանի կառավարությունը որևիցե հնարավորություն միջամտելու չունի։ Սա նման է անշարժ գույքի գործակալության մի պայմանագրի մասին։ Բա ինքնիշխանության մասին, տարածքային ամբողջականության մասին ինչեր են խոսում։ Նիկոլը ժամանակին խոսում էր Արցախը Հայաստան է եւ վերջ։ 2020 թվականի պատերազմի ժամանակ խռովտ ելույթ էր ունենում ազգային ժողովում, կամ հայտնի չի որ մի բունկերում էր, որ մի դեսպանատան բունկերում էր գտնվում, եւ այդտեղից ինքը ելույթ էր ունենում, ասում էր, որ 10, 20, 30 հոգով հավաքվեք, գնացեք պատերազմի։ Հաղթելու ենք։ Այո։ 44 օր ասում էին հաղթելու ենք, հետո միանգամից տեսանք, որ կապիտուլյացիայի ենթարկվեցինք։ Ինչի մասին եք խոսում։ Չէ, դե սրա բոլոր ծրագրերն են կեղծիք։ 21 թվականի ամբողջ ծրագիրը սուպեր Արցախի 4 ինչքան էր մնացել, հա, պատերազմից հետո այդ հատված ասում էր հետ ենք վերադարձնելու։ Ինչ արեց, ճիշտ հակառակը հանձնեց ամբողջությամբ հայրենազրկելով Արցախը։ Նորից եմ ասում, եթե Ալիևը լիներ, մենք միգուցե այսքան կորուստներ չտայինք, քանի որ Ալիևը ինքը իրեն կխնայեր։ Շնորհակալ եմ, հետաքրքիր էր, անցնենք ներքաղաքական իրողություններին, որտեղ մեր ժամանակը մոտենում է ավարտին, պարոն Պետրոսյան, գնում ենք հերթական ընտրությունների, թե հնարավոր է այնպիսի մի իրավիճակ, հաշվի առնելով այն, ինչ որ դուք ներկայացրեցիք նաև աշխարհում տեղի ունեցող իրողությունները, հնարավոր են արտահերթ ընտրություններ, կան նման նշաններ, որ մինչև 2026-ը կարող են լինել արտահերթ։ Ես կարծում եմ, որ հարցը էլի նորից շեղում են մեզ, բուն հարցից շեղում են։ Նախ եւ առաջ, երբ որ մենք խոսում ենք որևիցե ընտրության մասին, մենք պիտի դիտարկենք եւ արտաքին ազդակները եւ ներքին ազդակները։ Ներքին ազդակների մեջ գոյություն ունեցող ընդդիմությունը ամբողջությամբ խաղում է իշխանության դաշտում։ Դժբախտաբար այդպես է։ Պայմանավորվածություն եք տեսնում։ Թե դա միգուցե նույն տեղից են կառավարվում։ Եվ տեսնում ենք, որ ընդդիմության ցանկացած գործողության կամ ասուլիսի կամ հարցազրույցից հետո Նիկոլի դիրքերն ավելի ամրապնդվում է։ Ճիշտ այդ ամրապնդման տոկոսները շատ ցածր են, քանի որ իր ընդհանուր ռեյտինգը ցածր է։ Բայց այնուամենայնիվ ընդդիմության ցանկացած լիդերի ելույթից հետո իրենց ռեյտինգը ինքնում է, Նիկոլինը մի քիչ բարձրանում է։ Հիմա մենք դիտարկենք, եթե տեղի ունենա։ Իսրայել, Միացյալ Նահանգներ, Եվրոպա բախումը Իրանի հետ։ Ինչ է տեղի ունենալու։ Երեք Al Jazeera հեռուստաընկերությունը մեկ հետաքրքիր վիդեո էր տեղադրել իր կայքում, ես իմ սոցիալական ցանցում Facebook-ի էջում տեղադրել եմ, որտեղ որ ցույց են տալի, թե ինչպես են արևմուտքի փողերով եւ տեխնիկայով քրդական բանվորական կուսակցության պարսկական մասնաճյուղը, որը կոչվում է Պեժակ, ինչպես է իրականացնում եւ քանդում թունելներ Թուրքիայից դեպի Թուրքիայի եւ Իրաքի սահմանից դեպի Իրանի սահման։ Սա պատահական չի։ Կամ հունիսյան պատերազմը, 12-օրյա պատերազմը, որ տեղի ունեցավ Իսրայելի եւ Իրանի միջև, դա նորից կրկնվելու է, բայց այս անգամ շատ ավելի դաժան։ Եվ այսպիսի իրավիճակի մեջ, եթե տեղի ունենա պատերազմ Իրանում եւ քաղաքացիական պատերազմը Իրանում բերի նրան, որ որոշ շրջաններ ինքնավարություն ուզենան հաստատեն։ Պարզ է, որ այդտեղ Թուրքիան ուղիղ միջամտելու է, Ադրբեջանը անկախ իր կամքից Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ճնշման տակ ներքաշվելու է եւ գնալու է Իրանի քայքայման եւ մասնատման ծրագիրը։ Այդ ժամանակ Հայաստանը ինչ անելու։ Գնալու է ընտրությունների, պարզ է, որ ոչ։ Դա հարմար առիթ է լինելու Նիկոլի համար, որ արտակարգ դրություն հայտարարի եւ հայտարարի, որ Հայաստանում ընտրությունները հետաձգում է։ Կամ թե չէ, մի քանի տասնյակ հոգու, կարևոր չի, դա իրական մարդիկ են լինելու կամ ոչ իրական են լինելու, ու հորդեն, որ որոշ քաղաքական ահաբեկչություն իրականացնեն Հայաստանի տարածքում։
Այնպես ինչպես որ տեղի ունեցավ Փարաքյարում։ Ընդդիմադիր լիդերների դեմ նկատի ունեք։ Այո, ընդդիմադիր լիդերների պլանավորումը չէ, բայց սպանությունը կարևոր է։ Կամ ասենք 1-2 ՔՊԱ-կանի գնդակահար են։ Ինչ է լինելու արդյունքում։ Արդյունքում Նիկոլը նորից արտակարգ դրություն է հայտարարելու եւ երկարացնելու է իր իշխանությունը։ Այսինքն մեզ շեղում են արտահերթ եւ հերթական ընտրությունով, բայց խաղը ուրիշ տեղ է գնում։ Մինչեւ որ Փարաքյարի համայնքապետի սպանությունը իր դեմ երկար հակաքարոզչություն էր գնում։ Հիմա նույն հակաքարոզչություն գնում է Գյումրիի քաղաքապետի նկատմամբ։ Եվ վաղը չեմ իսօր կգնա մնացած այլի։ Եվ սրանք բոլորը վերջանալու է քաղաքական սպանություններով։ Եվ դա բոլորն են տեսնում։ Պարոն Պետրոսյան, ԵԽԽՎ-ում իր ելույթը լսել եք, կարծում եմ, ինչքան է դժվար էր են լսելը։ Չէ, ես դժբախտաբար լսում եմ իրեն եւ լսում եմ գիշեր, այո, եւ լսում եմ գիշերը այն ժամանակ, երբ որ տան մեջ բոլորը քնած են, քանի որ իր ձայնը բացասական է ազդում իմ ընտանիքի մանավանդ մեծ աղջկաս վրա։ ԵԽԽՎ-ում Փաշինյանը հիշենք թե ինչ էր ասում, հա, այդ ամբողջ ելույթի ընթացքում խոսեց ընդդիմադիր տարիներին իր կալանավորված լինելու մասին, 2018-ին ասաց 18-ից առ այսօր որևէ ընտրություն ասաց չի կեղծվել, հասավ նրան, որ կան որոշ ուժեր, նաև որոշ թիմ ոլորտում, հա, դա ակնհայտ էր Գյումրիի արդեն քաղաքապետին էր թիրախավորում, որոշ անձիկ, ովքեր հիբրիդային պատերազմ են սկսել ժողովրդավարության դեմ։ Եվ տեսեք ինչ է ասում է Հայաստանի Հանրապետությունը այս հարցում պետք է գործի գլոբալ ժողովրդավարական հանրության հետ, որպեսզի փրկենք ժողովրդավարությունը Հայաստանում։ Ասում է եկեք միասին հավաքվենք, գործիքակազմերը հստակեցնենք, ոնց ենք փրկում։ Հիմա ես այսպես եմ դա հասկանում եւ ուզում եմ հիմա լսել ձեր մեկնաբանությունը։ Այս մարդը արդեն պատրաստում է, որ ինքը հարձակվելու է այո ընդդիմության վրա, այո եւ սպանելու է, կալանավորելու է, անունը դնելու է, որ ահաբեկիչներից է ազատում, հակաժողովրդականներից է ազատում Հայաստանը, հակաժողովրդավարներից եւ արդարացնելու է աշխարհի առաջ իր կատարած ամենավերջին վատ քայլերը։ Այսպես է, մենք դրա հետ գործ ունենք, ԵԽԽՎ-ում ինչ էր ասում այս մարդը։ ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որը ստեղծվեց միայն մի նպատակի համար, որպեսզի կարողանան ժողովրդավարության անվան տակ շատ պետությունների ենթարկացնեն։ Ամենապարզ օրինակը բերեմ ձեզ։ ԵԽԽՎ-ն այս տարի 2025 թվականի օգոստոս ամսին որոշում կայացրեց, որ 6 պետության իրենց ընտրություններից առաջ տրամադրելու է 276 միլիոն եվրո գումար, որպեսզի ժողովրդավարությունը ամրապնդեն եւ հասարակական ու մեդիա դաշտում իրենք կարողանան հզորացնել ժողովրդավարությունը։ Այդ 6 պետությունները Մոլդովան էր, որի ընտրությունները անցավ հայտարարակ ձևով, Հայաստանն է, Վրաստանն է, Ադրբեջանը, Ուկրաինան է։ 6-րդ պետության անունը մոռացա, բայց կարևոր չի։ Իրենք ինչ են անելու։ Իրենք արդեն փորձում են բոլորին փողով գնել եւ իրենց միջոցով ասել, որ ժողովրդավարություն են քարոզում։ Այնպես ինչպես որ այսօր խոսում են ժողովրդավարության մասին եւ փորձում են դա կիրառել, դա ժողովրդավարություն չի, դա տոտալիտարիզմ է։ Եվ Նիկոլը այնտեղ ելույթ ունենալով ինքը շատ հստակ մատնացույց արեց, որ ես հասկացել եմ ձեր այսպես ասած իր լեզվով ասենք նիշմարը եւ պատրաստ եմ գնալ ձեր խաղի կանոններով եւ ճնշել ու ջարդել բոլորին եւ մնալ իշխանության գլխին։ Խնդրում եմ այդ պարագայում դուք ինչ չդատապարտեք որպես բռնապետ, այլ որպես ժողովրդավարության բաստիոն պաշտպանեք մեզ։ Ինքը ուրիշ ոչ մի բան չի անում։ Այդ գլոբալ ժողովրդավարական հանրությունով էր ում դիմեց։ Գլոբալ ժողովրդավարական հանրություն։ Գլոբալիստներն են։ Թե տեսեք, ժողովրդավարություն գոյություն չունի։ Ժողովրդավարությունը այն օրը, որ ծնվեց,
այդ օրն էլ ինքը մեռավ։ Եվ միայն մնաց այդ գեղեցիկ անունը։ Միացյալ Նահանգներում այսօր ժողովրդավարություն գոյություն ունի։ Դոնալդ Թրամփը New York Times-ի դեմ բողոք է ներկայացրել եւ 15 միլիարդ դոլար փող է պահանջել։ Եվ նույնը կատարում է մնացած բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ։ Այդ ժամանակ արեք չխոսենք ժողովրդավարության մասին, մենք խոսենք արդյոք մեր երկիրը լինելու է, թե չի լինելու։ Արդյոք հայը եւ Հայաստանը մնալու են, թե չեն մնալու։ Ինձ այդքան էլ չի հետաքրքրում ոչ ժողովրդավարությունը եւ այլ բաները, քան որ այդ ժողովրդավարության անվան տակ կորսեցինք 12000 քառակուսի կիլոմետր տարածք, 5000 զոհ ունեցանք, ունենք հարյուրավոր անհայտ կորածներ, ունենք 11000 վիրավոր, ունենք վտանգված անվտանգություն, ունենք ոչնչացված Հայաստանը սփյուռք հարաբերություններ, ունենք մի տնտեսություն, որը փուչիկ է եւ ցանկացած պահի կարող է պայթել եւ փլզվի Հայաստանի տնտեսությունը եւ իրականության մեջ չունենք ոչ մի բան։ Պետականությունն ենք կորցրել մեր, թեպետ հիմա մենք նոր թեմա ենք սկսում, իհարկե արդեն ավարտվում է մեր եթերաժամանակը, պարոն Պետրոսյան, փորձենք ամփոփել հիմա այս պարագայում ժողովրդավարությունը իմ ինչին է պետք։ Ժողովրդավարությունը, որի մասին խոսում է ԵԽԽՎ-ն, Եվրոպան եւ Արևմուտքը, իմ երեխայի անվտանգությունը ապահովելու է։ Այդ ժողովրդավարությունը ապահովելու է գալիք 100 տարվա հայ ժողովրդի ընթացքը թե ոչ։ Փաշինյանի վստահեցմամբ այո, ասում է ժողովրդավարությունն է ապահովում մեր անվտանգությունը։ Այդ վստահությունները, որը իրականացնում են ցանկացած քաղաքական գործիչ, դրանք կոպեկ չարժեն։ Ով ուզում է լինի դա, ուզում է լինի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ուզում է լինի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Պետրոսյան, որպես եզրափակում խնդրում եմ 1 րոպե մնացել մեր եթերաժամանակը արդեն սպառված է իհարկե։ Ինչ ենք պատրաստվում անել։ Հարցս շատ ծավալուն է, բայց այս իշխանությանը ցանկացած գնով։ Ոնց։ Ցանկացած գնով։ Իմպիչմենտը օգնելու է։ Ցանկացած գնով։ Այստեղ երևի ավարտեմ, բայց շարունակելի դարձնելով մեր հարցազրույցը, վստահ եմ մենք հանդիպենք դեռ։ Շնորհակալ եմ այս հետաքրքիր բովանդակալից հարցազրույցի համար։ Վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, այսօր մենք հետաղավարում ես հյուրընկալել էի թուրքագետ Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանին։ Լավ եղեք, կհանդիպենք։